Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Այսօր ձեզ հյուրը մեկ է հերթական համեղ բաղադրատոմսով պատրաստելու ենք ընտիր աղցան կանաչ լոբով։ Ուրեմն որ ասում շատ համեղ է ընտիր է, հավատացեք, այդպես էլ կա։ Ուրեմն ասեմ, որ լոբին ես արդեն ընտրել եմ, լվացել եմ, այնքան ընտիր լոբի է, որ ոնց ասեմ, որակապես կարագի եմ նմանացնում, այդպիսի լոբի է, չգիտեմ ոնց բացատրեմ, շատ հելեր չի պարունակում, դա նշանակում է, որ շատ նուրբ լոբի ենք ընտրել։ Այստեղ ուղղակի ցուցադրելու համար թողել եմ մեկ այլ ուրիշ աղցան, որը քիչ առաջ պատրաստեցի ռուսական ալիքի շրջանակներում։ Այս ալիքում կա, պատրաստել ենք միասին, հղումը կդնեմ, բայց եթե ուզում եք նորից պատրաստենք, այն որ հիշողությունները թարմացնենք, կարող եմ եւս մեկ անգամ պատրաստել անչափ համեղ, անչափ բուրումնավետ ընտիր աղցան, կորեական գազար, ինչպես կոչում են, այնպիսի մի բուրմունք ունի, որ մի կես ժամ առաջ է որ պատրաստել եմ, որ ուզում ես այսպես վերցնել ու ուտել։ Կարևոր նախապայմանն այն է, որ լոբին չպարունակի հատիկներ ներսում։ Հիմա այսպես լավ չորացնում եմ, չափաբաժինը ասեմ, որ չեմ նշելու, ինչքան որ ուզում եք, ասենք, պատրաստել, այդքան էլ վերցրեք, քանի որ լոբին այստեղ միակ չէ, բայց գլխավոր բաղադրիչն է, որը պետք է համենվի այլ բաղադրիչներով, որոնք չեն կազմում ծավալ։ Լավ, վերցնում ենք յուրաքանչյուր լոբին եւ այսպես մեջտեղից կիսում ենք։ Գիտեմ հարցնելու եք, Ազաջան, կարող ենք վերցնել այլ լոբու տեսակ։ Իհարկե կարող եք, էլի գլխավոր նախապայմանն է, որ լոբին լինի շատ մատղաշ։ Կարող եք վերցնել երկար պատիճավոր լոբի, կարող եք վերցնել տափակ լոբի, վստահ չեք լոբու որակի վրա, այսինքն միգուցե այն այդքան էլ մատղաշ չի, կարող եք մի քանի րոպե եռման շոգ է խաշել, հենց այսպես, հա, ամբողջական ձևով։ Հետո նոր կտրատել եւ տապակել։ Վերջ գնանք գազօջախի մոտ։ Տապակի մեջ մի փոքր բուսայուղ ենք անում։ Եթե չափաբաժինը շատ է, կարող ենք երկու մոտեցումով տապակել։ Տապակի վրա հարթ այսպես դասավորենք։ Միջին կրակով։ Այս դեները լսում եք, բոլորս էլ գիտենք, որ այն մթերքները, որոնք շատ ջուր են պարունակում, տապակելու ընթացքում այդ հեղուկը դուրս են գցում եւ այսպիսի բուրըն ցայտկոցներ են լինում։ Այդ պատճառով կափարիչի ներքո ենք տապակում, դա մեկ, երկրորդը, երբ որ պետք է արդեն խառնենք, սիրելիներս, կրակն անջատում ենք, թողնում ենք, որ մի փոքր հանգստանա այս ամենը, որից հետո խառնում ենք, կափարիչը դնում ենք նորից, կրակը միացնում ենք, սկսում ենք տապակել։ Այս դեպքում արդեն ոչ միտեղ ոչ մի ցայտկոց չի լինում։ Տեսնում ենք, որ ցայտկոցներ չկա։ Հանգստացել է, տեսեք ծավալը փոքրացել է, շրջում է մյուս կողմի վրա։ Տապակում ենք մյուս կողմից, տեսեք արդեն գրեթե պատրաստ է իմ լոբինը, տեսեք թքվող է, կարելի է հենց այսպես էլ արդեն ուտել, բայց մենք պետք է կարմրացնենք մի քիչ։ Հավատացեք, երբ որ մի փոքր է լոբին այսպես տապակում է, կարմրում է, մեկ այլ ուրիշ համ է ունենում։ Կրակը միացնում է, ևս մեկ-երկու րոպե կտապակեմ եւ դուրս կբերեմ այս չափաբաժինը։ Դուրս եմ բերում, մատուցվող ափսեի մեջ։ Եթե կան հատիկներ դուրս եմ բերում, որպեսզի չմնան ու այրվեն, ավելացնում եմ էլի մի փոքր բուսայուղ, շատ չէ։ Ասենք ամեն տապակելու համար մոտ 2 ճաշի գդալ։ Եվ ավելացնում եմ հաջորդ։ Սա շատ արագ պրոցես է։
Եվ այստեղ էլ ցույց տամ, որ ամբողջությամբ եփվել է լոբին, տեսեք։ Թափլիկ։ Ընտիր։ Եղեցկություն։ Ինչ այնտեղ կտապակվի վերջին չափաբաժին լոբին, ես այստեղ կնախապատրաստեմ հաջորդ բաղադրիչները, ինչը որ կհամեղացնի մեր լոբին։ Եթե չեք ուզում օգտագործել այսպիսի ընկույզ, կարող եք վերցնել նաև կիդրովե արեշկի։ Ասել է թե սոճու ընկույզ, ես ունեմ ճիշտ ասած, բայց քիմքին ավելի համահունչ է սովորական ընկույզը։ Լավ, պետք է լավ մանրացնենք այս դեպքում ընկույզը, որպեսզի այն կպչի լոբու վրա։ Գրեթե փոշու զանգվածի ենք վերածել, ահա տեսեք։ Շատ լավ, մեզ պետք է գա նաև նեխուրի ցողուններ, եթե շատ եք սիրում նեխուր, նաև այս տերևները մատխաշ շատ համեղ է և շատ է համադրվում, անպայման ավելացրեք սիրելինս, բայց դե իհարկե որպես տարբերակ են շատ սիրողների համար նեխուր, կարող եմ առաջարկել ավելացնել, համեղ, բայց ոչ սամիտ, կներեք սամիտ չենք ավելացնելու, այսպես լավ, բարավ, մանրացնում եմ, ասեմ, որ ես շատ եմ սիրում կիրառել խոհանոցում նեխուր, այն շատ համեղ է, անգամ ձվածեղ եմ պատրաստում նեխուրից, խմած մածունով աղցան եմ պատրաստում, այս արիքում պատրաստել ենք, հողոմղթողն եմ, դիտեք, իրոք շատ ու շատ համեղ կանաչու տեսակ է, և նաև մեզ պետք կգա 2-3 պճեղ սխտոր, քերիչով կանցկացնեմ, կարող եք կտրատել։ Իմիջայլոց որպես համալրող բաղադրիչ կարող եք օգտագործել նաև մեկ բուլղարական կարմիր պղպեղ։ Էլի տապակել նոր ավելացնել, ահա տեսեք ինչ գեղեցկություն ունենք, շատ լավն է, այն ես սկզբի համար կհամեմ եմ աղով, այսպես շորում տալով, կստուգեմ աղի համը, ավելացնում ենք լոբու վրա ընկույզը, տեսեք ոնց է կպնում, և սխտորի հետ մեկտեղ նեխուրը, այսպես մի փոքր տրորը, որպեսզի սխտորը բաշխվի, ողջ համը այստեղ է, այստեղ, լավ կխառնեմ, ոնց կարող է համեղ չլինի, ոտընտիր աղցան է, ավելացնենք այստեղ նորը, և վերջ, տեսեք ինչքան ընտիր է, այնքան գովացի, այս աղցանը ևս իմ հերթական մտքի թռիչքներ և ես սիրով կիսվեցի այս բաղադրատոմսով նաև ձեր հետ։
որպեսզի դուք էլ պատրաստեք եւ ինչ եւ ունենաք նման հրաշք բաղադրատոմսեր ձեր գրքերում։ Ուրեմն անպայման փորձելու եմ մեր հայկական լավաշով, ահա այս կերպով։ Հավատացեք, համերի հրավառությունը շատ համեղ է։ Հիացած եմ այս համերով նուռ ընկնում է ատամի տակ, սխտորային բույրը, նեխուրը շատ է համարում լոբու համը, շատ համեղ է, անչափ համեղ է, հավատացեք։ Պատրաստեք մի փոքր իհարկե ավելի շատ, քանի որ հաջորդ օրվան էլ չի մնալու ընտիր է։ Մինչ նոր շատ համեղ հանդիպումներ։